Պատմական, աննախադեպ ու արտակարգ։ Այսպես է որակվել Եվրոպայի ճակատագրի շուրջ բրյուսելյան գագաթնաժողովը։ Տրանսատլանտյան հարաբերությունների փլուզումից հետո անվտանգության մշուշոտ ապագայի ֆոնին հին աշխարհը փորձում է ամրապնդել դիրքերը։ Բրյուսելյան հանդիպման գլխավոր հերոսը նորից Զելենսկին է։ Եվրոպական օրակարգը կառուցվում է Ուկրաինայի շուրջ եւ Ուկրաինայի համար։ Եվրոպան միակարծիք է, շրջադարձային պահ է, անհրաժեշտ է վերազինվել։ This is a watershed moment for Europe. Սա ջրբաժանի պահ է Եվրոպայի համար, եւ քանի որ Ուկրաինան եվրոպական ընտանիքի մաս է, պահը շրջադարձային է նաեւ այդ երկրի համար։ Այսօր մեզ վտանգ է սպառնում ու Եվրոպան պետք է կարողանա իրեն պաշտպանել։ Վաշինգտոնի աջակցությունից զրկված Զելենսկին եվրոպացիների կողքին միայնակ չի զգում, շնորհակալ է աջակցության համար։ Շատ երախտապարտ ենք, որ մենակ չենք։ Սրանք պարզապես բառեր չեն, մենք դա զգում ենք։ Ժամանակն է, որ Եվրոպան ամուր կանգնի ոտքերի վրա, իսկ դա հնարավոր է անել Ուկրաինայի հետ միասին, ասում է Եվրոպական խորհրդարանի նախագահը։ Ուկրաինան կռվում է Եվրոպայի համար, իսկ Եվրոպան ձեռք ձեռքի տված պետք է քայլի բոլոր նրանց հետ, ովքեր պայքարում են մեր անվտանգության ու մեր արժեքների համար։ Ուկրաինայի անվտանգությունը Եվրոպայի անվտանգությունն է, այսօր առավել քան երբևէ Ուկրաինային պետք է ասենք, որ ձեզ հետ ենք։ Դրա համար ավելին պետք է անենք ու վստահ լինենք, որ օգնում ենք բոլոր հնարավոր միջոցներով։ Եվրամիության առաջնորդները համաձայնության են եկել Եվրոպական հանձնաժողովի նախագահի Եվրոպան ռազմականացնելու ծրագրի շուրջ, որով ամրապնդվում է մայրցամաքի պաշտպանական ներուժը։ Այն նախատեսում է 800 միլիարդ եվրոյի ներդրում Վաշինգտոնի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին։ Եվրոպայի պաշտպանական ծրագիրը հավանության է արժանացվել, մինչդեռ օրակարգի երկրորդ հիմնահարցը չի լուծվել։ Գագաթնաժողովում եվրոպացի ղեկավարները համաձայնության չեն եկել Ուկրաինային աջակցելու հռչակագրի հարցում, քանի որ Հունգարիայի վարչապետը դեմ է եղել։ Վիկտոր Օրբանն ավելի վաղ սպառնացել էր վետո կիրառել, եթե բանաձևի մեջ հիշատակվի Ուկրաինան։ Եվրամիության 26 անդամ երկրները կողմ են եղել փաստաթղթին, որում նշվում է, որ Ուկրաինան պարտադիր պետք է մասնակցի իր ճակատագրին վերաբերող բանակցություններին, իսկ ցանկացած հաշտեցում պետք է հանգեցնի խաղաղության, Կիևի համար անվտանգության երաշխիքներով։ Բրյուսելը լիակատար աջակցություն է ցուցաբերում Կիևին, բայց բանակցություններ պետք է լինեն նաև Վաշինգտոնի հետ։ Զելենսկին հայտարարել է ամերիկա-ուկրաինական պատվիրակությունների Սաուդյան Արաբիայում հաջորդ շաբաթ սպասվող հանդիպման մասին։ Ուկրաինայի նախագահը հույս ունի, որ բանակցությունները բովանդակալից կլինեն։ Առաջիկա հանդիպումը հաստատել է նաև ամերիկյան կողմը։ Նախագահ Զելենսկին նամակ է ուղարկել նախագահ Թրամփին։ Սա իրոք շատ լավ ու դրական քայլ է։ Այժմ քննարկում ենք ուկրաինացիների հետ Սաուդյան Արաբիայում ամենայն հավանականությամբ Ջեդայում հանդիպումը համակարգելու համար։ Օրակարգում են լինելու հրադադարի հաստատման եւ խաղաղության համաձայնագրի պայմանները։ Կիևն ու Մոսկվան ընտրության հնարավորություն չունեն, քանզի նա դադար կնքելը, ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Կարծում եմ Ուկրաինայում ցանկանում են գործարք կնքել, որովհետև նրանք այլ տարբերակ չունեն։ Նաև կարծում եմ, որ Ռուսաստանը նույնպես ուզում է գործարք կնքել, քանի որ միայն ես գիտեմ, որ նրանք էլ ընտրության հնարավորություն չունեն։ Թրամփը մեկնաբանել է նաև միջուկային հովանոցի մասին Էմանուել Մակրոնի աղմկահարույց հայտարարությունը։ Սպիտակ տան ղեկավարի կարծիքով միջուկային սպառազինությունից անհրաժեշտ է ազատվել։ Հիանալի կլիներ, եթե բոլորն ազատվեին միջուկային զենքից։ Իմ առաջին նախագահության ժամանակ ես շատ մոտ էի Ռուսաստանի հետ, ապա միջուկային ծրագիր ստեղծելուն։ Պատրաստվում էինք համաձայնություն ստանալ նաև Չինաստանից։ Ես Սի Ցինփինի հետ այդ մասին ժամանակին խոսել եմ, եւ նա ուրախությամբ կմիանար մեզ։ Այժմ ստիպված ենք վերադառնալ դրան 4 տարի անց։ Միջուկային սպառազինությունը զինանոցից հանելու եւ Եվրոպան պաշտպանելու մասին Ֆրանսիայի նախագահի ելույթից հետո Կրեմլի ղեկավարը Ռուսաստանի հակառակորդներին հիշեցրել է Նապոլեոնի տխրահռչակ ճակատագիրը։ Есть еще люди, которые хотят вернуться к временам Наполеона, забывают, чем это закончилось. Դեռևս կան մարդիկ, որոնք ցանկանում են վերադառնալ Նապոլեոնի ժամանակներ, մոռանալով, թե ինչով է այն ավարտվել։ Իրականում մեր բոլոր թշնամիների սխալները սկսվում են ռուս մարդու խառնվածքի թերագնահատումից։ Ուրիշինը մեզ պետք չէ, սակայն մերն էլ չենք տա, ասել է Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պետք է խաղաղության այնպիսի տարբերակ ընտրի, որը հարմար է իրեն, լինի տևական ու պատմական հեռանկարով։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։